ասեմ, որ սկզբից շատ մեծ դժվարությունների մեջով անցա իմ տարիքային թուլացած հնարավորությունների պատճառով, բայց դրանք չկարողացան ընկճել ինձ։ Ես շարունակեցի, առաջ գնացի եւ դրա շնորհիվ սովորեցի լեզուների 4 մակարդակները։ Տիկին Արմենուհի, հարցը տամ այսպես, հիմա որ էտապում եք, որ նկատի ունեք 4 մակարդակներ, ուր եք հասել։ Ես հիմա խոսում եմ իսպաներեն, գրում եմ իսպաներեն, լսում եւ հասկանում եմ իսպաներեն, այդ էտապում եմ, 4 էտապները ես նկատի ունեմ, A1, A2, B1, B2 այդ մակարդակները, գրական, իսկական, կլասիկ իսպաներեն լեզվի իմացություն։ Որքան ժամանակ պահանջվեց ձեզանից։ 3 տարվա այդ շարունակական աշխատանքի արդյունքում ես այսօր բավականին բարձր մակարդակով կարող եմ ասել տիրապետում եմ իսպաներենին ու այդ իսպաներեն լեզուն սովորելու ես ունեցա մեծ ձեռքբերում սկսեց կամաց բարելավել իմ հիշողությունը եւ ուղեղս ավելի դարձավ համակարգված եւ կազմակերպված մի կատակով ասեմ, որ եթե առաջ ես խոհանոցում աշխատելու ժամանակ բավականին իրացիոնալ էի կազմակերպում իմ աշխատանքը, լեզուն սովորելուց հետո ամեն ինչ ավելի օբյեկտիվ եղավ իմ աշխատաձևը եւ ճիշտ իր հերթական էտապներով կազմակերպելով։ Այնպես ստացվեց, որ ես պետք է գնայի Իսպանիա ու իմ իմացածը շատ ուրախացա, որովհետև ես այնտեղ կարող էի կիրառել իմ իմացածը։ Ու երբ գնացի, այո, թորնիկս կարծես պատրաստվում էր ընդունվել համալսարան, մի որոշ ժամանակ այնտեղ ուսումնասիրում էր լեզուն եւ այդպես ես անպայման պետք է իր կողքին լինեի ու դա այնքան օգնեց ինձ իմ լեզու իմանալը։ Ես կարողացա նույնիսկ շրջագայել Իսպանիայի գեղեցիկ քաղաքներով, կարողացա ուսումնասիրել իսպանական կուլտուրան եւ նրանց պատմական լավագույն արժեքները, նաեւ այդ ընթացքում չկորցրեցի հնարավորությունը հաճախել Իսպանիայի սոցիալական ծառայությունների կողմից կազմակերպված էմիգրանտների անվճար դասընթացներին ու հետաքրքիրն այն էր, որ այնտեղ բոլորը տարբեր երկրներից եկած երիտասարդ տղաներ, աղջիկներ էին, տարիքով մեծը ես էի այնտեղ ու բոլորը շատ հարգանքով էին վերաբերվում իմ հետ, իսկ իմ դասատուն, իսկ իմ իսպաներենի այդ դասատուն ասում էր, երբ ես նեղվում էի, որ այդքան երիտասարդների հետ սովորում եմ, ինձ ասում էր, դու իմ ամենալավ աշակերտն ես եւ քո ներկայությունը շատ հետաքրքրացնում է մեր դասերը եւ իրոք ես շատ գեղեցիկ ու հետաքրքիր թեմաներ էի քննարկումների ժամանակ ներկայացնում ու բոլորը մեծ հաճույքով լսում էին, ես դա համարում եմ իմ աշխատանքի ամենամեծ գնահատությունը եւ իմ ինքնագնահատականի բարձրացման ամենալավագույն գնահատականը նույնպես։ Հետաքրքիր է, որ նրանք 0-ից են սկսել, բայց դուք արդեն որոշակի բազայով եք գնացել այդ դասընթացներին։ Հա, կար այդպիսի բան։ Հիմա ես նույն ձևով ուզում եմ խորհուրդ տալ իմ հասակակիցներին, որ պետք է անպայման ակտիվացնել ուղեղի բջիջները, առանց դրան չի կարող լինել ճիշտ ծերացում, որովհետև մենք մեր սերունդների համար, ասենք մեր սերունդը համարում է մեր ազգային արժեքների կրողը եւ միշտ պետք է իր սերունդներին կարողանա փոխանցի ամենալավագույն, այսպես ասած, կանոնները, բայց երբ մեր ուղեղը սկսի մեզ դավաճանել եւ մենք չկարողանանք թեկուզ նրանց հասանելի դարձնենք այնինչ մենք ուզում ենք ասենք, դա արդեն ես համարում եմ շատ անհարմար վիճակ, պետք է միշտ մարզել ուղեղը, ակտիվացնել ուղեղի բջիջները եւ ապրել հանգիստ քո սերնդի հետ։
Դուք ասացիք, որ գուցե ինքներդ թերահավատ էիք, որ կկարողանաք արդյոք հիշողության հետ հաղթահարել, դեռ մի բան էլ հաջողություն ունենալ։ Ինչպես վերաբերեցին ձեր զավակները, ձեր ընտանիքի անդամները, ձեր այդ նոր նախաձեռնության, այդ մտքին, որ ես այսօրվանից իսպաներեն եմ սովորում։ Անկեղծ ասեմ, բոլորը շատ մեծ թերահավատությամբ վերաբերվեցին։ Չէին հավատում, որ երբևէ ես կկարողանամ իրականացնել իմ նպատակը, բայց դա էլ խթան հանդիսացավ ինձ համար, անել այնպես, որ կարողանամ ապացուցել, որ երբեք ոչինչ ուշ չէ, ամեն տարիքում մեծ ցանկության դեպքում կարող ես հասնել ինչ որ ցանկանում ես։ Եվ երբ արդեն ես բավականին ձեռքբերումներ ունեցա, արդեն փոխվեց բոլորի վերաբերմունքը իմ նկատմամբ։ Թոռնիկներս նույնպես սկսեցին հետաքրքրվել իսպաներեն լեզվով, երբեմն դե նրանք շատ ավելի ակտիվ ուղեղներով արագ յուրացնում էին իսպաներենի բառապաշարը, եւ երբեմն տանը մենք հարաբերվում էինք իսպաներեն խոսելով։ Իսկ հարսս 44 տարեկանում օրինակ վերցնելով ինձնից սկսեց պարապել իտալերեն լեզու, այնպես որ եւ ես կարողացա մարզել իմ ուղեղը եւ օրինակ հանդիսանել իմ սերունդների համար, խթանդարս իրենց համար։ Կինոն մենուհի, գործնական ու որ կետից սկսեցիք, մասնագետի հետ աշխատեցիք, հեռախոսով սկսեցիք, ծրագրերով, ֆիլմ դիտելով, ինչու եմ այս հարցը տալիս, որպեսզի եթե կան մարդիկ որ ցանկանում են սկսել նոր լեզու սովորել, գուցե անգլերեն, որ ավելի շատ է կիրառվում, առաջին քայլը ինչ պիտի անեն։ Ես երբ որոշեցի, որ պետք է սովորեմ իսպաներեն լեզուն, հետաքրքրվեցի մեր թաղամասում գտա մի լեզվի կենտրոն փոքրիկ, որտեղ կար իսպաներենի ուսուցիչ կար նաև, ես որոշեցի անհատական պարապմունքներով սկսել, որովհետև բացարձակ ծանոթ չէի իսպաներեն լեզվին, երիտասարդ աղջիկ էր եւ նկատելով իմ էնտուզիազմը լեզու սովորելու ինքն էլ չխնայեց իր բոլոր հնարավորություններով ինձ սկսեց առաջնորդել նվաճելու իսպաներեն լեզուն մի 5 ամիս այդպես ես անհատական պարապեցի հետո ինտերնետում կան բազմաթիվ լեզվի դասընթացներ եւ անվճար եւ վճարովի, ինչպես նաեւ Հայաստանում դե իհարկե լեզվի կենտրոնները, բայց այն որ ասում են երբ ցանկանում ես անպայման հասնում ես ու քրտնաջան աշխատանքի միջոցով ես կարողացա հաղթահարել։ Այսինքն հնարավորություններ կան։ Այո, իհարկե ցանկություն է պետք եւ պետք է առաջնորդվել միայն ոչինչ երբեք ուշ չէ սկզբունքով։ Ամեն ինչ հնարավոր է անել։ Ընդհանրապես, երբ մարդու տարիքը մեծանում է, նրա օրգանիզմում սկսում են կուտակվել բավականին շատ ծերացող բջիջներ, որոնք էլ հենց հանդիսանում են տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման պատճառ։ Գիտությունը բացահայտել է, որ դրանց դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը դա մարդու մարմնի եւ ուղեղի մարզումն է եւ առողջ ապրելակերպի կանոնների պահպանումը։ Երբ 66 տարեկանում արագ տեմպով սկսեց անհետանալ իմ հիշողությունը, ես որոշեցի, որ անպայման պետք է զբաղվեմ իմ ուղեղի բջիջների ակտիվացման գործում եւ դա նշանակում է, որ պետք է որևէ նոր բան սովորել, նոր իրավիճակների մեջ հայտնվել։ Ես նախընտրեցի լեզու սովորել։ Քանի որ ընտանեկան իրավիճակների բերումով երբեմն լինում էի Իսպանիայում, որոշեցի նախընտրեցի սովորել իսպաներեն լեզուն։